Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլոր ներկաներին, շնորհակալություն եմ հայտնում լսումները կազմակերպողներին։ Ես այս ամբիոնից սիրելի հայրենակիցներ չեմ ուզի խոսել իշխանության լեքսիկոնով, որովհետև ինձ թույլ չեմ տա, դաստիարակությունս թույլ չի տա, բայց վստահեցնում եմ ձեզ, որ կարող եմ, որովհետև սա փողոց չէ եւ բոլորս դա հասկանում ենք։ Այն հարցը, թե ինչու են այսօր մեր բազմաթիվ մեծեր, սրբազաններ, բարերարներ, ժողովրդի կողմից, ժողովրդի քվեով ընտրված ղեկավարներ գտնվում կալանքի տակ, պարզից էլ պարզ է, որովհետև այստեղ չկա ժողովրդավարություն։ Հայաստանի Հանրապետությունում չկա ժողովրդավարության նշույլ։ Հիմա կասեն, բա չկա, բա գնացել ես ազգային ժողով, խոսում ես եւ այլն եւ այլն։ Ժողովուրդ ջան, ինչ կարեւոր է, եթե չի անցնում այդ խոսքը որևիցե տեղ։ Այսինքն, իրենք ստեղծել են կեղծ ժողովրդավարական իմիտացիա եւ դրա անվան տակ անում են այն, ինչ որ ուզում են, այն, ինչ որ իրենց ձեռք է տալիս։ Մարդիկ, որոնք կառուցել են այս երկրի համար բազմաթիվ գործեր ունեն արած, անցել են տարբեր փորձությունների միջով, չգիտես որտեղից հայտնվել են մարդիկ նստել են այստեղ եւ քննադատում են այնպիսի մարդկանց, որոնց գործը ակնհայտ է, երբ որ ես դալիճից դուրս գաս, քաղաքում, փողոցում կտեսնես ինչ գործեր են արել Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, սրբազանների գլխավորությամբ եւ լրացնելով մեր սրբազաններին, օրերս տեսակ եկել են եւ հաջիևների կոչ են ներկայացնում հանրությանը։ Հասկանում եք, մի կողմից լրացնում են այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ դժվար իրավիճակում կանգնած են եղել ձեր կողքին, սիրելի հայրենակիցներ, մյուս կողմից ձեզ հաջիևների կոչերով են կերակրում։ Սա ինչքանով է հայի շայերից բխում։ Ամեն օրյա ռեժիմով խոսում են հայի շահ, ժողովրդի անունից, ժողովուրդ այ, ժողովուրդ այն, հեռախոսը վերցնում են եւ ժողովուրդը մեզ է սա տվել, ժողովուրդը դուք ով եք, ժողովրդին ինչքան եք խաբել, առավոտը երբ որ լույսը բացվում է, դուք սկսում եք խաբելը, առավոտից մինչեւ երեկո խաբում եք մեր ժողովրդին, ամենուր եք խաբում եք, ուր եք բա չկաք, համարձակություն չունեք, գաք ընդդիմադիր խոսք լսեք, հետո խոսում եք ժողովրդավարությունից, գալիս է Ալեն Սիմոնյանը այնտեղից նայում փախչում գնում է։ Դե տղամարդկություն ունես, իջի նստի ուղիղ աշկերիդ մեջ նայեմ, հարցնեմ, ասեմ, ինչի սպանիկ այդքան տղու։ Գնում եք մի հատ մանկապարտեզ եք կառուցել, նկարում եք, ասում եք, մանկապարտեզ ենք կառուցել, նայեք ժողովուրդ ջան ինչ են կառուցել։ Բա մտեք եռաբլուրները նկարեք, ցույց տվեք ինչ եք կառուցել։ Թե դա ձեր շահերից չի բխում։ Կարողանալու եք այդքան տղու արյուն ծածկեք գնալ, դա ձեզ թվում է թե կարողանալու եք։ Դուք չեք կարողանալու իմ ընկերների, իմ հրամանատարների եւ հազարավոր անմեղ տղերքի արյուն, սենց ձեր երաժշտություններով, ձեր կապիկություններով գալիս կանգնում ես Նիկոլ Փաշինյանը այստեղ այնպես ես խոսում, որ ամոթ են ապրում հասարակությունը, ժողովուրդը։ Միթե դա երկրի ղեկավարի խոսույթ է։ Միթե չեք ամաչում, լավ այդ կոստյումը հագնում եք, լավ ձեր ապրածը թույլ չի տալիս, այդ պաշտոններին, որ նստել եք, ի վերջո պատասխանատվություն չունեք այդ պաշտոնների առաջ։ Չեք հասկանում, որ հազարավոր հայեր այսօր դուք իրենց ներկայացուցիչ եք, իհարկե չեք հասկանալու, երբ որ դուք այդքան տղերքի սպանեցիք դավադրաբար, չեք հասկանալու։ Ես անկեղծորեն քաղբանտարկյալներից շատերին ճանաչում եմ անձնապես պայքարների մեջ եւ գտնում եմ, որ յուրաքանչյուրս կարող ենք ամեն ժամանակ, ամեն պահի դառնալ նույն քաղբանտարկյալը։ Ես կոչ եմ անում երիտասարդությանը չլռել եւ մտնել պայքարի մեջ, մտեք ձեր գաղափարներով, մտեք ձեր լայվերով, այսօր տեղեկատվական պատերազմ է, որը իրենք վարում են ձեր դեմ։ Եվ ադրբեջանցիների, հաջիևների կոչերով մեր հանրությանը կերակրելու վերջը պետք է տրամաբանեք, որ բնականաբար Հաջիևը ի վնաս Ադրբեջանի կոչեր չի տալու, որ փոխանցեն ձեզ։ Եվ փոխանակ զբաղվեն դրանով, այսօր ամբողջ Դիլիջանը հրդեհների մեջ է, մեծ կասկածանքներ ունեն, որ թշնամու գործոն չի կարա լինի։
Վաղը նույն խնդրի առաջ կանգնելու ենք այստեղ, երբ որ լցրին ադրբեջանցիներին այստեղ։ Ափսոս վերջացավ ժամանակը, ես ցանկանում եմ, որպեսզի միասնական ձևով պայքարենք եւ քաղաքմարտարկյալների համար եւ միասնական ձևով մինչեւ վերջ վճռականորեն։ Այո, սա փորձություն է, անցնելու ենք այս փորձությունը եւ բոլոր իրենց դիմակները պատռելու են։ Տեսնելու ենք ով, ինչքանով է եղել սկզբունքային։ Մինչեւ վերջ պայքարելու ենք եւ բնականաբար հաղթելու ենք։ Շնորհակալություն։